Ողջույն եւ բարի գալուստ։ Այսօրվա մեր թեման է ֆուտբոլը, խոսելու ենք ֆուտբոլի մասին։ Ունենք հյուրեր, Փյունիկի թմի ավագ Ռուբեն Մաթևոսյան, Նոայի կանանց թմի ավագ Աննա Սաղաթելյան եւ ֆուտբոլասեր Ալբերտ Մանուկյան։ Այո։ Լավ, եկեք սկսենք նրանից, թե ինչու հենց ֆուտբոլ, ինչն է այս մարզաձևին դարձնում թիվ 1 խաղը աշխարհում եւ ինչու է այն այդքան մեծ կապվածություն առաջացնում մարդկանց մոտ։ Եկեք ես սկսեմ։ Իմ կարծիքով ֆուտբոլը դարձնում է առաջինը աշխարհում ու իր հասանելիությունը, քանի որ եթե դու ունես գնդակ, դու կարող ես խաղալ ու դրանով էլ ֆուտբոլը գրավում է շատ մարդկանց։ Որ գնդակ չունենք, խաղալ չգիտեն։ Այ կարծիքն է։ Իմ կարծիքով ֆուտբոլը ամենահայտնի սպորտերից մեկն է, ամենասիրվածն է, նաև ամենահին սպորտերից մեկն է, որ շատ վաղ ժամանակներում են խաղացել մարդիկ տարբեր ձևերով։ Դրա համար էլ իմ կարծիքով դա է։ Ես ասեմ, ըստ ինձ ֆուտբոլը էդի ոչ միայն խաղա, էդի սկսենք նայած որ կյանք է ոմանց համար ու հաճելի ասոտ գնդակի հետ զբաղվելը դա լավ համարվում ֆուտբոլ։ Ու երբ որ մտնում ես ֆուտբոլի մեջ, ֆուտբոլից դուրս գալը գրեթե անհնար է։ Շատ դժվար է։ Շատ ցավալի է։ Ֆուտբոլասեր չեմ մենակ էլ է։ Լավ, հայկական ֆուտբոլի ներկան։ Ինչպես է գնահատում մեր հավաքականի վերջին ելույթները եւ ինչն է պակասում մեր ֆուտբոլիստներին եվրոպական բարձր մակարդակին հասնելու համար։ Ռուբեն Մաթևոսյանը։ Իմ կարծիքով համախմբվածությունը որովհետև մեր հայ ազգը, կոպիտ ասած նենց ազգը, որ բոլորը ուզում են հենց ինքն իրեն անեն, խոսքի կարող է մեկը ուզեն ինքը գոլանի, ոչ թե պաստա թմակցին, թմակից խփի, ուզում են ինքը անեն, մեզ համախմբվածությունն է պակասում էլի։ Իսկ մի քիչ հոգեբանական խնդիր է, այսինքն առաջին հերթին ֆուտբոլը խաղ է ու անկախ ինչքան է քեզնից մրցակիցը գերազանցի, մեկը դու եթե քո առավելագույնը դնես, կարաս ինչ որ արդյունքի հասնես։ Ինձ թվում է ուղղակի խաղից առաջ մեր ֆուտբոլիստները պարտված են արդեն դաշտ մտնում, ու այդ հոգեբանորեն պարտվելուց արդեն արդյունքի չեն կարողանում հասնել։ Ճիշտ ասում, Ռուբենն էլ է շատ ճիշտ ասում, բայց չասեք ինչն է պակասում։ Իմ կարծիքով զուտ հələ շուտ է, որտեվ հələ այն սերունդը չի, որը արդեն կարում է ճիշտ ֆուտբոլը խաղա։ Մեր մոտ հələ որ պաս ու գնդակի հետևից վազելն է, ոչ մեկ չի ուզում մեկը մյուսի համար խաղա, բայց մեր մանկապատանեկան բանում հիմա շրջանում ոնց են Ռուբենենս կամ էլ Անայինս թիմներ կան քլե հաշվենք Այնտեղ արդեն ամեն մեկը գիտի ոնց տակտիկաներ են մշակում ու այդ տակտիկաներին բանան հետևում են ոչ թե որ մի բան չի ստացվում, շո կորցվում է, ամեն մեկը իր գլխի համար է մտածում։ Դա համար իմ կարծիքով այդ ժամանակի հարց է ու արդեն գալիքս են դա, այսինքն Ռուբենենսը, որ արդեն իրանք են հավաքականում փայլելու, իմ կարծիքով հուսանք Ձեր կարծիքով ձեր սերունդը կարա եւ գոնե մի անգամ եվրո հելնելու ենք։ Ձեր կարծիքով այս սերունդը արդեն ապագա սերունդը կարա շանսեր ունի։ Խնդիրները շատ խորքային է իրականում, սկսած մանկապատանեկան ֆուտբոլից, մանկապատանեկան առաջնություններից, խնդիրները շատ են, ու հավաքականներում էլ են խնդիրները բավականին շատ, կապ չունի տարիքային հավաքականա թե արդեն ազգայինն է, ու այդ խնդիրներին պետք է փորձենք լուծումներ տանք։ Սկսենք ամենահեշտ խնդիրը այն է, որ կա մարզիչների պակասնորդ, ասենց ասած, ու որակյալ մարզիչների պակասնորդ էլ կա։ Նույնիսկ դաշտերն են շատ քիչ, որ մարդ արդեն հավաքական են կանչում, պետքա սպորը ոնց հավաքներին իրանք ոչ թե գնում են առանձին ինչ-որ մարզ, որ բանան են, պարապեն, իրանք Երևանում ոնց Ավանի ակադեմիայում են անում, դա ոնց որ ամեն օրը պարապմունքը էլի, լինի ուղղակի դեմներ հյուրանոցը այնտեղ են ապրում, բանան անում, սննդին են հետևում, չգիտեմ։ Իմ կարծիքով կարող են ինչ-որ մարզային տեղ տեղափոխեն, որ հավաքները լինի, որ ավելի ինչ-որ պրոֆեսիոնալ մոտեցում էլի։ Այսինքն որ քաղաքից իրանք դուրս լինեն, ավելի կենտրոնացած լինեն։ Հա, հաստատ։ Շո օդի փոփոխությունը բանը լավ է ազդում էլ իմ կարծիքով։ Իրականում ցենց ընդհանուր ասած ենթակառուցվածքների լուրջ խնդիր կա, այդ ամեն ինչը իրար գումարած։ Լավ, իսկ կանացի ֆուտբոլից ինչ կասեք, ինչպես եք վերաբերվում կանացի ֆուտբոլի զարգացմանը, արդյոք այն ունի ձեր կարծիքով նույնքան մեծ ապագա, որքան տղամարդկանցը։ Իմ կարծիքով այո, որովհետև հիմա կան կանայք լավ ֆուտբոլիստներ, ովքեր բարձրագույն իրանց պիկի վրա են կոպիտ ասած եւ շատ լավ ֆուտբոլ են ցուցադրում, դաժե կարելի է համատել որոշ տղամարդկանց հետ։
բայց դե իրանց ընդամենը ոնց որ ֆիզիկական բանն է պակասում, չգիտեմ քի։ Մեկը կենտրոնացում է։ Դու ինչ Անկեղծ ասեմ։ ասես։ Դե ոնց որ տղամարդիկ տենց է կանանց զբաղվում ֆուտբոլով, ում կարծիքով հապակա կա։ Խոփում է։ Սկսենք նրանից, որ մեծ հաշվով 6-6 հաղթեցին Անանց թիմը, Նոայի աղջիկները 36-0, ինչ կան? 36-0 Արարատի աղջիկներին, դե սենց լավ խայպ առաջացեց իրաց համար, որտեվ գլխավորսմիները գցել էին էլի, օրինակ մաչ TV-ն, հետո ելով կար սպորտը, Չեմպիոնատը։ Հա, ես տարբեր տեղ տեսել եմ շատ։ մեծ Այսօր խայպ ֆուտբոլի շարոտ տեսել եմ։ առաջացեց, շատ լավ է էլի, մեր հայկական կանոնց բանի համար, թե չեն տանուր ավիրված վիճակ է։ Իրականում ստեղ այս հարցին անդրադառնալուց կարևոր է հասկանալ, որ պետք չի նայել կանանց ֆուտբոլը այնպես, ինչպես տղամարդկանց ֆուտբոլին, այսինքն տարբերությունները միշտ լինելու են ու պետք չի իրանց նայել հավասարաչափ, այսինքն պետք է վերաբերվել հավասարազոր, բայց տարբերություններ միշտ լինելու են կանանց ու տղամարդկանց ֆուտբոլի մեջ, սկսած ֆիզիոլոգիայից, ու այդ շատ նորմալ է, այսինքն ու բռնել ինչ որ կին ֆուտբոլիստի համեմատել տղամարդ ֆուտբոլիստի հետ, դա իրականում ճիշտ չի, որովհետև ֆիզիոլոգիապես ու ֆիզիկապես այդ ուղղակի հավանական չի, որ աղջիկը հասնի տղայի ֆիզիկական պատրաստվածությանը, բայց այդ չի նշանակում, որ աղջիկները չեն կարող ֆուտբոլ խաղան ու չեն կարող բավականին հետաքրքիր ու դիտարժան ֆուտբոլ խաղան։ Եթե տղամարդկանց ֆուտբոլը ունի իր առավելությունները, կանանց ֆուտբոլը նույնպես ունի։ Իսկ թմերից ինչ կասեք, արդյոք թիմ, որ այս բային անպարտելի է, որն է ձեր կարծիքով իդեալականին ամենամոտիկը ու ինչն է իրենց այդքան ուժեղ դարձնում։ Համաշխարհային ֆուտբոլ։ Համաշխարհային ֆուտբոլ։ Համաշխարհային ֆուտբոլում իմ կարծիքով Փյունիկը չի։ No. Ես մտածում եմ, որ այս պահին ամենաանպարտելի թիմը Բավարիան է, Գերմանիայի, որովհետև շատ մեծ հաջողություններ է գրանցել վերջին այս մի տարվա ընթացքում, վերջին ամիսների ընթացքում, իրենց համախմբվածության շնորհիվ, թե ոնց են խաղացողները մեկը մյուսին հասկանում եւ ոնց են միմյանց լրացնում։ Իմ կարծիքով հենց դրա շնորհիվ Բավարիան անպարտելի է այս պահին։ Իդեալականին ամենամոտիկը։ Այո։ Իմ կարծիքով էլ Բավարիան հիմա շատ ուժեղ թիմ ունի։ Իրանք Հարի Քեյնի ձեռքբերումը շատ մեծ էր համար, որտեվ հենց հարցակող չունեին, բայց հիմա ունեցան ու շատ ուժեղ հարցակող էլի։ Կարծիքով այսօր հիմա ամսի քանիսն է։ Ամսի 15-ն է։ Այսօր Չեմպիոնների լիգայի պատասխան խաղը նայելու Ռեալ Մադրիդի դեմ 2-1 կրում է Բավարիան, այսօր արդեն կորոշվի էլի։ Ես իհարկե Ռեալ Մադրիդի ֆան եմ, բայց դե սակրասիվի ֆուտբոլ է։ Ես ընդհանուր համաձայն եմ, մենակ ավելացնեմ գործող չեմպիոնին, Paris Saint-Germain-ին։ Ամեն դեպքում շատ երիտասարդ կազմ ունի ու շատ հետաքրքիր ֆուտբոլ են խաղում ու շատ դիտարժան է իրանց ցանկացած խաղը նայելը։ Ուղղակի 3 սաղ տրավմա ստացան Քոսոսն։ Ես ֆուտբոլից գլուխ չեմ անում, բայց այդ բարձրයි կոմենտար։ Դա Ափսոս։ Փոխում ենք։ Ով է Ռեալի ֆանը։ Բայց հարգում ենք էլի։ Կերեմիլ։ Լավ, շատ պատանտներ շրջանում կա մի այսպեսի կարծրատիպ, եթե ես լավ ֆուտբոլ եմ խաղում, ուզում եմ դառնալ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ապա ինձ կրթություն պետք չի, դասեր անիմաստ ժամանակ են խլում։ Ձեր անկեղծ կարծիքով, սա ճիշտ ռազմավարություն է, թե մեծագույն սխալ։ Դու սկսի։ Մենք համեզարում ենք։ Իմ կարծիքով դա սխալ ռազմավարությունն է, ամենասխալ ռազմավարություններից մեկն է։ Քանի որ ֆուտբոլիստը նաև ինչքան զբաղված է, այսքան էլ պետք է տրամադրի իր ժամանակը իրեն կրթելու, սովորելու համար, հատկապես լեզուները, որպեսզի կարողանա տարբեր երկրներում ինքը իրեն դրսևորել կոպիտացած լեզուների միջոցով, որ հասկանա մյուս ֆուտբոլիստների ժեստերը, տերմինները։ Իմ կարծիքով անգրագետ ֆուտբոլիստ չպետք է լինի, քանի որ ֆուտբոլում շատ կարևոր է թե ինչպես է զարգացած տվյալ ֆուտբոլիստի ուղեղը, թե ինչպես է նա մտածում դաշտում, թե ոնց կարող է նա արագ կողմնորոշվել։ Ես անկեղծ ասեմ։ Եթե նայենք բանի SNG-ն հայերեն ոնց է։ Ինչի՞։ SNG։ Հա։ Լավ։ Կարես ասես հետ խորհրդային երկրներ։ Հետ խորհրդային երկրների շրջանակում նայենք, Ռուսաստանն էլ մեջ է։ Անպայմանաբար պետք կրթություն է, որտեվ հիմա իրանց ֆուտբոլի մակարդակը շատ ցածր է, որ մարդ ամբողջությամբ զբաղվի ֆուտբոլով ու դասերի չնայի, բայց եթե օրինակ եվրոպական երկրներ, հենց Իսպանիա, Իտալիա, չգիտեմ, այնտեղ եթե
ամբողջությամբ ֆուտբոլի մեջ եղար, դու դասերին չես հասցնելու։ Ոնց է Լամին Յամալը։ Կամ ակադեմիաներ, որտեղ հավասարաչափ հենց իրանք են էլի կրթություն տալ, դա արդեն պրոֆեսիոնալիզմն է։ Օրինակ Լամին Յամալը ինչ անում, խաղի է, կարող է հաջորդ օրը դասի չէ դա։ Օրինակ Ռուբենն էլ է տենց անում, բայց արի դեպրոցի։ Իմ կարծիքով պրոֆեսիոնալիզմն է էլի կարևորը։ Հետո Իրականում այդ շատ թույլ կարծիք է, որ ընդհանրապես սպորտսմենում, հատկապես ֆուտբոլիստը կարա լինի անգրագետ կամ գիտելիքներ ու դպրոցը ու կրթությունը պետք չի, որովհետև իրականում հենց ֆուտբոլում վարկյանում պետքա կարողանաս ոչ միայն քո ֆիզիկական գործողությունների հետ մտավոր ճիշտ որոշում կայացնես, ու հենց այդ ուղեղի ճկունության ու ֆուտբոլային ինտելեկտի մասին է, այսինքն ցանկացած առումով պետքա լինես բազմակողմանի զարգացած ու այդ կրթությունը ամենակարևոր բանն է։ Այսինքն, եթե դու կարողանում ես, չգիտեմ, այս տարիքում կարողանում ես ինչ-որ հնարքներ անես, այդ չի երաշխավորում քեզ ինչ-որ ապագա, բայց եթե դու ունես ֆուտբոլային ինտելեկտ, ընդհանուր գիտելիքներ ու կարողանում ես արագ որոշումներ կայացնես, այդ շատ ավելի երաշխիք է, քան քո ունակությունները իրականում։ Իսկ ինչ-որ առարկաներ կան, որտեղ կարծիքով ավելի շատ պետք է ուշադրություն դարձնել որոց ավելի քիչ եթե սպորտով ես գնում Իմ կարծիքով, բայց հատկապես լեզուներին հենց պետքա ուշադրություն դարձնել, հիմնական ուշադրություն տալ լեզուներին, լեզուներ սովորելու, որովհետև հիմա լեզուն մաթն է, կարծիքով Դե լեզուները մենք ունենք օրինակ, բան անում էլի, որը զարգացնում է, ոնց է պետքա ֆուտբոլը։ Մենք ունենք օրինակ լեզուների հետ կապված Հենրիկ Մխիթարյան, ով պոլիգլոտ է, տիրապետում է 7 լեզուների, ու այդ շատ մեծ հմտություն է։ Շատ մեծ առավելություն է տալիս հետի ֆուտբոլիստին լեզուներ իմանալը իր հետագա կարիերայի համար ակումբներում հիմա այս նոր վաղտերս նկատել եմ, որ սկսել են կարևորել լեզուների իմացությունը, որ օրինակ եթե Գերմանիա ես ցանկանում գնալ, պետք է վարտի գերմաներենի քննություն տաս, որպեսզի հասկանան նրանք կարող ես դու այնտեղ քեզ դրսևորել թե ոչ։ Գրառում ես բարապետում։ Ես դու քանի լեզուներ եք տիրապետում։ Ինչ լեզուներ։ Ես տիրապետում եմ 4 լեզվի՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ սկիզբ գերմաներեն։ Կարողանում եմ հասկանալ ինչ ցանկանում գերմաներենով։ Ես էլ 3 լեզվի։ Առանց գերմաներենի, անգլերեն, ռուսերեն, հայերեն։ Ես անգլերեն, ռուսերեն, հայերեն, մի քիչ ուսումնասիրում ֆրանսերեն, բայց այդ շատ քիչ, չեմ կարող հաշվել։ Իսկ լեզու կա, որ կուզեք սովորեք զուտ որ այդ իսպաներեն, չէ, նու խաղալու համար էլ իհարկե հաստատ կհեշտացնի, բայց իսպաներեն ես շատ կուզեմ սովորել։ Ես չի ուզում։ Երեքը դա լավ է։ Լավ, իսկ Դավիթ Գևորգյան մրցույթի մասին ինչ կասեք մասնաշարի, մասնակցում եք, երկրորդ տարին հասնակցում եք, ինչքան ժամանակ եք մասնակցում։ Ինչ 4 տարի մասնակցում ենք։ Դե ես երկրորդ տարին եմ որ մասնակցում եմ, մենք Ռուբենի հետ նույն թիմից ենք, կրակարից թիմն է, ինքնասկո ապագա չեմպիոն։ Շատ լավ է կազմակերպված այս անգամ, Ռոբերտ Թաթյան, սա ամեն ինչը շատ լույս նորմալ, բարձր մակարդակի կազմակերպել է, այսօր բացումն է եղել, վաղվանից սկսում են խաղերը, իմ կարծիքով հետաքրքիր բանալու էլի, մրցաշար։ Կարևորը որ ամենամյա է, այսինքն մրցաշարը չի կրում բնույթ, որ մի տարի է ուղղակի կանցկացվում, այլ ամենամյա է, ամեն տարի տեղի է ունենում մրցաշարը ու հետաքրքիր ինտեգրում է ֆուտբոլը դասերի հետ մեկտեղ ու ավելի հետաքրքիր է դարձնում ինձ թվում է շատ տղասովորողների համար դպրոց հաճախելը մրցաշարը։ Իրականում մենք ֆուտբոլից կան գլուխ չանենք, բայց շատ մեծ ոգևորությամբ կարծենք որ նայենք։ Ուրիշ ինչ-որ բան կա, որ կուզեք քննարկեք ֆուտբոլի։ Բան ասելու ինչ-որ։ Այսքանը։ Այսքանը։ Հանդիպենք մյուս անգամ։ Չեն կանչել էլ մեզ։